Հարգելի գործընկերներ, երեք ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկություն հայտարարություն եղավ մեր գործընկեր Արամ Մանուկյանի եւ մնացած քաղաքացիների հետ կատարված վերջին դեպքերի հետ կապված Հայաստանի Հանրապետական խմբակցությունը հայտարարում է, որ այն տեքստը, որը ընթերցվեց, ընդունենք որպես խմբակցության հայտարարություն, Հայաստանի Հանրապետական խմբակցության հայտարարություն։ Ալեքսանդր Արզումանյան։ Շնորհակալություն։ Ես լինելով ԵՏՄ անդամակցությանը Հայաստանի կտրականապես դեմ, իմ պարտքն եմ համարում մասնակցել այս նստաշրջանին, որ այդ պայմանագիրը, այդ միությանը մեր մասնակցությունը սպասարկող ամբողջ փաթեթին դեմ քվեարկեմ, թե ամբողջական, թե առանձին։ Ես հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի իրավունքը դիմել բոյկոտի, որովհետև բոյկոտը նաև լինելով ծայրահեղ քայլ կարող է սպասարկել այս կամ այն կուսակցության շահերը, երբ այլ մեթոդներ պայքարի չկան, բայց այս պարագայում անիմաստ եմ համարում բոյկոտելը եւ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք մեր դիրքորոշումը ցուցաբերենք այս բախտորոշ իմ կարծիքով պայմանագրի վերաբերյալ եւ խուսափողականությունը նման պարագայում ինձ համար անընդունելի է։ Շնորհակալություն։ Արմեն Ռուստամյան։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ դեռևս հնարավորություն պահպանվում է հասնել ազգային ժողովի հայտարարության։ Ամեն մի կուսակցություն իր կողմից հայտարարություն կարող է անել եւ ըստ էության այդպիսի հայտարարություններ դատապարտող եղել են։ Արժեք կունենա այս հայտարարությունը շատ ավելի, երբ որ կատարի ազգային ժողովը, եւ ես առաջարկում եմ, եկեք մեկ անգամ եւս միասին աշխատենք, ազգային ժողովի հայտարարություն կատարենք։ Անկախ նաև նրանից, թե կարող են որոշ ուժեր չհամաձայնվել, բայց ազգային ժողովը ընդունակ է, ունակ է այսօր հասնել հայտարարության։ Եկեք այդ ճանապարհը այդուամենայնիվ բաց պահենք եւ աշխատենք այդ ուղղությամբ։ Զարուհի Փոստաջյան։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ազգային ժողովը եւս մեկ անգամ փորձ է կատարելու մեր անկախությունը վաճառքի դնելու այսպիսի մի համաձայնագիր պայմանագրով, որին ես եկել եմ դեմ քվեարկելու եւ հայտնելու իմ կարծիքը, որովհետեւ արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը գահավիժում է եւ Հայաստանի Հանրապետությունը այդ տնտեսության հետ դաշնակցելու կամ համագործակցելու որևիցե անելիք չունի եւ հետեւաբար այն ինչ որ այստեղ վավերացվում է, այն ինչ որ այստեղ փորձվում է բռնակցել Հայաստանի Հանրապետությունը այդ միությանը, ուղղակի ոչինչ է, քան անգործությունից բացի նաև ուղղակի խոսքերը շատ դժվար է գտնել, որպեսզի ձեզ չվիրավորեմ, ես չեմ ցանկանում յուրաքանչյուրիդ վիրավորանք հասցնել, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք տանում եք Հայաստանի Հանրապետությանը դեպի կործանում, հետևաբար կոչ եմ անում չքվեարկել այս օրինագծին։ Կարևորը բոյկոտից դուրս եկա, Խաչատուր Քոքոբելյան։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ Բելարուսիայի եւ Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսում զերծ մնալով առանց խիստ գնահատականների, այնուհանդերձ ես խորհրդորում եմ եւ խնդրում, որ այդ հարցի քվեարկությունը անենք կամ հետաձգենք, մինչեւ մեր գործընկեր երկրները հաստատեն։ Շնորհակալություն։